Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը Պարոն Բագրատյան, Սամվել Կարապետյանը Ռուսաստանաբնակ բարերար հայտարարություններով է հանդես եկել ու ասել է, որ այս թիրախավորումը, որ կա հայ առաքելական եկեղեցու դեմ, եթե քաղաքական գործիչները այսօր չկարողանան այդ հարցը կարգավորել, ապա իրենք իրենց ձևով կմիջամտեն, նաև ասել է, որ իշխող ուժը, որը պատմությունը չգիտի, դեմ է դուրս եկել եկեղեցուն, հիմա իրանք պատրաստ են այդ հարցերը իրենց ձևով կարգավորել։ Ինչ նկատի ունի Սամվել Կարապետյանը եւ ինչի մասին է ակնարկում։ Հետաքրքիր է, որ պատմության դասեր պետք է մեզ տան մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության պատմությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական գործիչները առնվազն պակաս պատմություն գիտեն, քան այդ մարդիկ, ովքեր շատ հեռուներից միջամտում են հանրապետության ներքին գործերի, ինչ հասկանալու, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ ոչինչ անել հնարավոր չի։ Այսինքն նշանակում է քայլ անել ժողովրդի դեմ։ Իսկ 18 թվականից սկսած ապացուցվեց, որ ժողովրդի դեմ ով դուրս եկավ, ուր են հիմա։ Ինչ անհանգրվան եւ անհայրենիք վիճակում են։ Հետեւաբար խորհուրդ չէի տա նման արտահայտություններ անել եւ այն բոլոր մարդիկ, ովքեր մեր երկրի նկատմամբ պարտավորություն ունեն, իրենք գտնում են, որ պետք է երկրին օգնել, մի բան կարող են անել, միայն համերաշխության կոչ անել, ուրիշ ոչ մի բան, եթե որևէ մեկը փորձի մի կողմից հանդես գալ, դա կլինի իր ճակատագրական սխալը, որևէ մեկը, որտեղ սա ժողովրդի ընտրյալ առաջնորդի հետ հարաբերությունները եւ եթե պարզ քաղաքացիների դեպքում ժողովրդավարությունը թույլ չի տալիս որոշ հարցերի պատասխանել եւ այսպիսի, երբ որ արդեն այն մակարդակի գործիչներ են որոշ է միջամտել, որոնք այդ իրավունքը չեն վաստակել, չպետք է նման արտահայտություններ թույլ տա որևէ մեկը։ Պարոն Բագրատյան, բայց ըստ էության ձեզ մեղադրում է եկեղեցուն թիրախավորելու մեջ, ասում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն եք թիրախավորել եւ եթե ինչ-որ շրջանակներ չկարողանան այս ատելության վերջը տալ, իրենք ինչ-որ ձևով հարցը կլուծեն։ Իրապես այսօր իշխանությունները թիրախավորել են Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Լսեք, մենք պետք է այդ ինստիտուտները առանձնացնենք մարդկանցից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որևէ անհատի հետ կապ չունի։ Դա կլինի կաթողիկոս, թե քահանա, թե պարզ քաղաքացի, դա որևէ կապ չունի։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մեր հավաքական խորհրդանիշն է, մեր սրբությունը։ Եվ այդտեղ ծառայող մարդիկ, եթե թերացումներ ունեն, դրա մասին է ընդհանրապես խոսքը։ Ինչի մասին է կուսակրոնությունը խախտել են։ Հիմա ասում են, որ դա մեր ներքին գործն է, մեր ներքին կարգուկանոնն է, մեր կանոնակարգն է, մենք էլ իրավունք ունենք խախտենք։ Պատկերացրեք, ես падգամավոր եմ, կանոնակարգ ունենք։ Ես կանոնակարգ օրենքը խախտում եմ։ Հասարակությունը պահանջում է, որ ես մանդատս վայր դնեմ, չէ, ունենք չէ բազմաթիվ փորձեր։ Իմ գործընկեր Վիլենը նոր մանդատը դրեց ընդհանրապես Կիրակի օրով էթիկայի նորմ չպահելու համար։ Լրագրողի հետ զրույցում ինչ-որ արտահայտություններ թույլ տալու համար կարող էր ասել, չէ, դա մեր գործն է, մեր ներքին գործն է, կանոնակարգ օրենքը մենք ենք գրել, մենք էլ խախտում ենք։ Դա վերաբերմունք չի հանրության։ Հանրությունը իրավունք ունի պահանջելու մեր յուրաքանչյուրից կանոնակարգին ենթարկվելը։ Այն ինչ պահանջը դրվել է եկեղեցու առջև։ Մաքրեք ձեր շարքերը, կանոնակարգով այն կանոնադրությունը, որ դուք ունեք, պահպանեք, որպեսզի եւ ժողովուրդը, եւ իշխանությունը, եւ մենք բոլորս մեր եկեղեցու նկատմամբ հարգանքը տարածենք նաև հոգևորականների վրա։ Այս բանը հոգևորականության մեջ կան բավականին թվով մարդիկ, ովքեր կանոնադրական խախտումներ են թույլ տվել եւ խոսքը սրա մասին է, եթե կարողանում են ապացուցել, որ իրենք անմեղ են, կանոնադրություն չեն խախտել, որևէ խնդիր չկա։ Այդտեղ ինչ իմաստ ունի քաղաքականացնել այս հարցը։ Սա ներհայաստանյան խնդիր է։ Ժողովուրդը կորոշի, երկու կողմին կլսի, երկու կողմի արդարացումները կամ մեղադրանքները կլսի եւ որոշում կկայացվի։ Միջամտել կամ դարձնել քաղաքական հարցին ինչ իմաստ ունի, երբ որ քաղաքականության մեջ եկեղեցին մասնակցելով որևէ փոփոխություն չկարողացավ մտցնել եւ նույն թիմերը, որոնք այսօր հետամուտ են լինում եկեղեցուն պաշտպանելով դիվիդենտներ շահել, նույն 21 թվականին իրենք համատեղ միասին դաժան պարտություն կրեցին, 20% ձայն հավաքեցին այդ ուժերը եկեղեցու հետ միասին եւ եկեղեցականներ, այդ թվում հոգեվորականներ, սրբազաններ հայտարարեցին նույն Շիրակի թեմի առաջնորդը, որ եկեղեցին նշանակում է փոքրամասնություն է ժողովրդի մեջ, այսինքն ժողովրդին կոչ արեց, որ ընտրել ընդդիմությանը, բայց ստացան դաժան պարտություն, շարունակել այդ պայքարը ինչ իմաստ ունի իրենց համար։ Իրենք պետք է ենթարկվեն ժողովրդի կամքին, ցանկացած ոք, ես ինձնից սկսած, երկրի ղեկավարից սկսած, մինչև վերջին պարզ քաղաքացին, բոլորս պետք է այս երկրի ժողովրդի կամքին ենթարկվենք։ Իսկ ժողովրդի կամքը հետեւյալն է. կանոնադրություն կա, օրենք կա, ենթարկվեք կանոնադրությանը, օրենքին եւ հանգիստ աշխատեք։
Պարոն Բագրատյան, եւ ում է հիմա փորձում պաշտպանել Սամվել Կարապետյանը, Մայրաթորին, թե որոշ անհատների։ Սամվել Կարապետյանի այս հայտարարությունները ճակերտավոր ասված որպես փաստաբան հանդես գալ է, ինչին է միտված, ում է միտված։ Պարզ տրամաբանության մեջ սա անձնական հարաբերություններ են։ Անձնական հարաբերություններով միմյանց պաշտպանելու գործընթացը, որտեղ եկեղեցին որևէ դեր չունի, հոգևոր դասի նույնիսկ շոշափող հարց չի, այլ խոսքը վերաբերում է մարդկանց, որոնք մեղադրվում են կանոնադրական իրենց նորմերը խախտելու մեջ։ Եվ այդ մարդիկ ընդհանրապես պետք է ապացուցեն, որ չեն խախտել, ինչն ենք պաշտպանում։ Պաշտպանում եք, ասում եք, որ նա կուսակրոն է, դուք իզուր եք իրեն մեղադրում, թող ապացուցի, եթե կապացի, որ ինքը կուսակրոն է, չունի երեխա, չունի ընտանիք, այդ դեպքում իհարկե մենք բոլորս էլ ներողություն կխնդրենք, որ նման կասկածներ ենք ունեցել եւ նման կերպ ենք ընդունել կաթողիկոսին կամ սրբազանին եւ մյուսներին։ Պարոն Բագրատյան, բայց մենք տեսնում ենք, որ ձեր հայտարարությունները, մասնավորապես վարչապետի այս հարցադրումները եւ հայտարարությունները զայրույթ է առաջացնում նաեւ որոշ սրբազանների մոտ։ Օրինակ Աջապահյանն ասում է, որ դուք միջև հասնեք կաթողիկոսին պիտի մեր վրայով անցնեք։ 3 արշակ սրբազանը հայտարարեց, որ չկա այլ մարդ, որին իրենք կպատկերացնեն կաթողիկոսի դերում, այսինքն կաթողիկոսի շուրջ մեծ մոբիլիզացիա կա եւ հնարավոր չի նրան հեռացնել։ Արշակ սրբազանը նաեւ խոսում էր վարչապետին բանադրելուց։ Այս ամեն ինչը չի խոսում ամեն դեպքում այն մասին, որ կաթողիկոսը պինդ է իր տեղում, բոլորը իրեն սատարում են։ Դեռ 1999 թվականին մեծ թվով տեխնացուներ կային։ Եթե ինչ-որ մաֆիոզ կլաններ ուժային մեթոդներով կարողացել են հոգևորականներին ստիպել, որպեսզի հոգևորականները սխալ ընտրություն կատարեն կամ չընտրեն, դա չի նշանակում, որ տեխնացուներ չկան։ Շատ մեծ թվով տեխնացուներ կան, որ ցանկացած բանի կարող են ընտրվել եւ այնպես չի, որ դա սահմանափակվում է ներհայաստանյան այս փոքր շրջանակով եւ եթե պաշտպանում են որոշ շրջանակներ, այդ թվում սրբազաններ պաշտպանում են կաթողիկոսին, նշանակում է իրենք ունեն նման խնդիր, նշանակում է եթե մենք կուսակրոնությունը խախտելու մեջ մեղադրում ենք կտրիչ սարդարան, ուրեմն իրենք էլ են խախտել կուսակրոնությունը, եթե ցանկանում են պաշտպանել, այլապես պետք է եթե իրենք ազնիվ հոգևորական են եւ դա այդպես պետք է լինի, պետք է իրենք երթվեն եւ այդ երթվով հաստատեն նույնիսկ որ կուսակրոնությունը պահել են։ Եթե պահել են, թող ապացուցեն։ Մենք որևէ խնդիր չի կարող լինել, եթե իրենք իրենց կանոնադրական հարաբերությունների մեջ են։ Նորից եմ ասում, ինչպես մենք ենք պարտավոր մեր կանոնադրությունը պաշտպանել, պահպանել եւ իրավունք չունենք խախտելու, նույնպես իրենք իրավունք չունեն։ Եվ որևէ մեկը իրավունք չունի ասել, սա մեր ներքին գործն է։ Դա հանրության գործն է։ Մենք հանրային գործիչներ ենք, լինի հոգևորական, թե լինի падգամավոր, լինի նախարար, թե վարչապետ, բոլորս հանրային գործիչներ ենք եւ հանրության առաջ պատասխանատվություն ունենք եւ դա պետք է կրենք։ Պարոն Բագրատյան, ինչ նկատի ունեք ասելով մաֆիոզ կլանները ստիպեցին, որ ինչ-որ մեկը ընտրի կամ չընտրի, ում նկատի ունեք, կբացեք ճակերտները։ Համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, որ հատկապես Սփյուռքից հոգևորականներ, որոնք եկել են եկեղեցական ժողովին մասնակցել եւ ընտրություններ կատարելու, մարդիկ բաց հայտարարում են, անուն ազգանունով հայտարարում են, որ մեր վրա ճնշում է եղել, մեզ հրավիրել են այսինչ տեղը, այսինչ գեներալները, ոստիկանապետն է ճնշել, տարբեր հաղորդումներ կան, պետք է դրանք ուղղակի վերցնել, այլ համացանցում բազմաթիվ են նման հաղորդումներ, ճնշել են, որպեսզի ընտրեն կտրիչ Ներսիսյանին կաթողիկոս։ Ճնշումները եղել են այդ բովանդակությամբ եւ այդ ուղղությամբ։ Ճնշումները եղել են այնպես, որ այդ հոգեվորականից մեկը հայտարարում էր, որ քանի ժամ իրեն պահել են, ստիպելով, որ անպայման պետք է քվեարկես իրենց ուզած տեխնացուին։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ընտրությունների կեղծիքը հենց այդտեղից է սկսել, չէ՞։ Եթե իսկ կեղծ ընտրությամբ չի կարող ընտրվել նորմալ մարդ, չկա նման բան, աշխարհում չկա, եթե կեղծ ընտրության ես, դու կեղծիկ կատարողների կամակատարն ես դառնալու, ուրիշ ձև չկա։ Ինչ ենք մենք այդքան բարձրաձայնում ընտրությունների արդար թափանցիկ լինելու կարևոր հանգամանքը, որովհետև երբ որ դու ընտրված ես ժողովրդի կողմից, դու ժողովրդի առաջ ես պատասխանատու։ Իսկ եթե քեզ որևէ մեկը ստիպել է, որ քեզ ընտրեն, այդ որևէ մեկին դու արդեն պիտի ենթարկվես։ Եվ այդ համարվում է կլանային հարաբերություններ։ Պարոն Բագրատյան, բայց ինչու մենք հիմա չենք տեսնում այդ անվզող հոգևորականներին, չգիտեմ, սրբազաններին, չկան մարդիկ ըստ էության, որ բողոքեն կաթողիկոսի դեմ կամ այ ձեր ասած այդ ինֆորմացիաների մասին խոսեն, որ իրենց դեմ ճնշում է եղել, ուր են այդ մարդիկ։ Պետք է պատկան մարմինները քննություն սկսեն, հրավիրեն այն մարդկանց, ովքեր համացանցում բաց տեքստով ելույթ են ունենում, հրավիրեն, հարցաքննության ենթարկեն,
որ այս դիպվածները բացատրեն, ներկայացնեն քննչական մարմիններին, որից հետո համապատասխան եզրակացություն կստանան եւ դա կլինի հիմք գործընթացներն սկսելու։ Այսինքն ստացվում է, որ եթե համադրենք ձեր ասածը եւ նաեւ այդ հոգեվորականների հայտարարությունները, կաթողիկոսը զավթել է մայրաթոռը։ Եթե կեղծիքով ընտրվող կա որևէ մեկը, կամ եթե դու իրավունք չունես ընտրվելու եւ տեխնացիոն ես առաջադրել, դա արդեն կեղծիք է։ Եթե որևէ մեկը մի հոգեվորական կուսակրոն չի եւ ինքը գիտի դրա մասին եւ առաջադրվում է, դա կեղծիք է արդեն։ Արդեն դա կեղծ եղավ այդ ընտրությունը։ Այն նույն կասկածը, որ երկրորդ նախագահի առաջադրման հետ էր կապված, որ ասում են դուք 10 տարվա քաղաքացիություն չունեք, առաջադրվելու իրավունք չունեք, հասկացաք ինչու նախնդիրը։ Եվ նույն Շիրակի թեմի Սրբազանը նույն թեմայով ասում է, որ Քոչարյանն իրավունք չուներ տեխնացիոն առաջադրելու։ Այսինքն այս դեպքում նկատել է, որ իրավունք չուներ։ Իրենց դեպքում ինչու չեն նկատում, որ իրավունք չունեին։ Եվ պարոն Բագրատյան, վերջին շրջանում հետևում եք վստահ եմ վարչապետի նաև գրառումներին, այսօր էլ հանդես եկավ գրառումները, ասում է, որ Կտրիչ Ներսիսյան, ներողություն եմ խնդրում, պիտի մեջբերեմ, քո պոռնկաբարո Արշակ Սրբազանին ասա թող լռի։ Այս հայտարարությունները ինչի մասին են եւ արդյոք այս իմաստով հակասությունները խորանում են կամ չեն անձնավորվում արդեն։ Դե բարերի ընտրության մասին ես չեմ խոսում, բայց այն բրիֆինգը, որ անցկացրեց տվյալ Սրբազանը, լի էր վիրավորանքներով պետության իշխանության հասցեին։ Իսկ ինչ են կարծում, իրենք իրավունք ունեն ամեն խոսք ասելու եւ պատասխան չպետք է ստանան։ Իրենք քաղաքական դաշտ են մտել, Արցախի կորուստը բարդում են այս իշխանության վրա, երբ որ իրենք տարիներով այդ կեղծիքներով, ընտրություններով վերը հասցրել են այդ հարցը, այդ հանգուցալուծմանը։ Եթե նման մեղքերի մեջ իրենք իրավունք ունեն մեղադրեն վարչապետին, իհարկե վարչապետը իրավունք ունի կոշտ բարերով փոխադարձելու։ Ինչու՞մն է խնդիրը։ Եվ այս հակասությունները ուր կարող են հասնել։ Մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ է վարչապետը հայտարարություններ է անում, նույն կաթողիկոսին է հարց ուղղել, հիմա արդեն Արշակ Սրբազանի մասին հստակ խոսեց։ Այս հակասությունները ուր կարող են հասնել։ Սրա հանգուցալուծումը ինչպես պիտի լինի։ Խնդիրը, այսինքն ինչ-որ միտեղ լուծում պիտի լինի, ինչ-որ մի պահի պիտի կանգ առնի այս փոխադարձ հայտարարությունները եւ կամ ատելությունը։ Ժողովուրդը վաղուց նման հարցերի դեպքում հստակ պատասխան ունի ասացվածքի տեսքով։ Ասում են արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հիմա մենք արդարության առողջացման ընթացքի մեջ ենք։ Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ կլինի եւ առողջ եղեք։ Դուք մտածում եք, որ եկեղեցին առողջանալու խնդիր ունի։ Ես նորից եմ ասում, պարզ տրամաբանական հարցեր են դրված, ոչ մի բարդ խնդիր չկա։ Հարցը դրված է, դուք կուսակրոնությունը խախտել եք, թե ոչ, պատասխանեք։ Իրենք թող պատասխանեն հանրության առաջ եւ մենք վարչապետը թող ապացույցներ ներկայացնի, ընտանիքի անդամներին ներկայացվի եւ բոլորը տեսնել, որ ընտանիք ունի եւ դա չի կարող լինել կուսակրոն։ Իսկ այդտեղ արդեն ավարտվում են բոլոր հարցերը։ Մնացածը ածանցյալ հարցեր են։ Եթե պետքա այսօր ուժի միջոցով փորձեն արդարությունը դարձնել անարդարություն, մենք թույլ չենք տալու։ Ժողովրդի հետ միասին մենք արդարության հաղթանակը տոնելու ենք։ Չէ, պարոն Բագրատյան, հակառակ է, իրենք ասում են, որ ուժ կարող եք դուք գործադրել, օրինակ ասում են, որ ապստամբություն է սա պետական մակարդակով, հարձակում եք գործել մայրաթոռի վրա։ Հիմա էլի եմ հարցնում, ամեն դեպքում հանգուցալուծումը, դուք ասացիք, որ այո, պիտի առողջանա, բայց ինչպես, ինչ ընթացակարգով, ով պիտի գա։ Նույն Աջապահյանը հայտարարում է, որ պիտի իրենց վրայով անցնեք, որ հասնեք կաթողիկոսին։ Այսինքն կաթողիկոսին ըստ էության հանել հնարավոր չէ։ Նույն Աջապահյանը ես հայտարարում եմ, երկրորդ նախագահի դեպքում տեսանյութը կա, ասում է, քանի որ խախտվել է օրենսդրությունը եւ երկրորդ նախագահը տեխնացիոն դրել է, չունենալով 10 տարվա Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ցենզ չունենալով, ուրեմն դա ես ասում եմ, իրեն ասել եմ, դա կեղծիք է։ Եթե նույն տրամաբանության մեջ, եթե կուսակրոն չես, բայց առաջադրվել ես մի պաշտոնի, որը ենթադրում է, որ պարտադիր պայման է կուսակրոնություն, ուրեմն խախտել ես այդ կուսակ, ուրեմն դու իրավունք չունեիր առաջադրվելու, էլ ընտրվելու մասին չեմ խոսում, իսկ եթե ժամանակին դա չի արվել եւ այսօր բացահայտ ասվում է այդ մասին, դա ամբողջ հանրությունը լսում է, չէ՞, վարչապետի խոսքը, որ դու կուսակրոն չես, կուսակրոնությունը չես պաշտպանել, դու ունես ընտանիք, երեխա, հետեւաբար եթե ինքը համարում է, որ ինքը ճիշտ է, պետք է հայտարարի, որ ես կուսակրոն եմ, ոչ մի երեխա չունեմ, ամուսնացած չեմ եղել, հա, եւ դրանով խնդիրը կավարտվի։ Եթե դա կարողանա ասել եւ մենք չկարողանանք ապացուցել հակառակը։ Իսկ եթե ապացուցվի հակառակը, բնականաբար ենթադրվում է, որ պետք է թողել այդ պաշտոնը, որը նախատեսած է կուսակրոն հոգեվորականի համար։
Դրանով խնդիրը կավարտվի, թե նոր խնդիրներ կստեղծվի, պարոն Բագրատյան։ Խնդիր չի լինի, մարդիկ նորից տեխնացիաներ կդրեն, ընտրություններ կլինի, կընտրվի իրապես արդեն ի սկզբանե կստուգվեն այդ փաստերը եւ տեխնացիաները եւ արդեն ընտրություն կդառնան բացահայտ թափանցիկ, բոլորիս տեսանելի։ Բայց էլի եմ ասում, Արշակ Սրբազանը օրինակ ասում է, չկա այլ մարդ, որին մենք կպատկերացնենք կաթողիկոսի դերում, մեծ մոբիլիզացիա կա կաթողիկոսի շուրջ, չեք կարող այդ մարդուն գահընկեցանել, պիտի մեր վրայով անցնեք։ Ինչպես էլի այդ ամեն ինչը պատկերացնել։ Անփոխարինելի մարդիկ չկան եւ չեն կարող լինել։ Եվ թող թե հրաժարական տան, եթե ընդունում են որ կուսակրոնությունը խախտել են, այդ պետք է թող հրաժարական տան, եթե այլ մարդ չլինի նորից կառաջադրվեն։